Բարև ձեզ։ Այսօր լրանում է հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Մենք Ծիծեռնակաբերդի բարձունքում ենք, ողջ օրվա ընթացքում առաջին ալիքի ուղիղ եթերում ես եւ իմ գործընկեր Իրինա Մկրտչյանը հարցազրույցների շարք ենք ունենալու։ Հիշելու ենք անցյալը, խոսելու ենք ներկայի մասին եւ իհարկե խորելու ենք ապագայի անելիքների շուրջ։ Եւ այսպես իմ առաջին հյուրը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանն է։ Բարև ձեզ, պարոն Ալեքսանյան։ Ավելի քան 1 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության հետևանքով ձևավորվեց մեր Սփյուռքը։ Հիմա պետությունը այսօր, պարոն Ալեքսանյան, կարծես թե հակառակ պրոցեսն է փորձում իրականացնել, ես նկատի ունեմ վերադարձի, հայրենադարձության եւ այլն։ Այս առումով կուզեմ խոսենք հայրենադարձության տեմպերի մասին։ Ինչպիսի տեմպեր ունենք, եթե կարող ենք մենք թվերով հստակ խոսել, թվեր, աշխարհագրություն եւ այլն։ Շնորհակալություն հրավերի համար։ Նախ եւ առաջ ուզում եմ այսօրով մեր խոնարհումը հայտնել մեր հայրենակիցներին, այն սերունդներին, որոնք ապրեցին ցեղասպանությունը եւ աշխարհասփյուռ դարձան։ Այսօր 100-ից ավելի երկրներում մենք ունենք հայկական համայնքներ, որոնք ունեն կազմակերպման տարբեր մակարդակներ եւ ձևավորվել են տարբեր փուլերում։ Հիմնականում կան նաեւ հայրենադարձության այն տեմպերը, որոնք վերաբերում են ինչպես ավանդական համայնքներից հայրենակիցների ներգաղթին, այնպես էլ վերջին տասնամյակներին Հայաստանից հեռացածների իմաստով, Հայաստան ներգաղթի քանակների իմաստով։ Պետք է նշեմ, որ ցեղասպանության խորհուրդը այսօր, որը մենք հիշատակում ենք, ունի ոչ միայն հիշելու, այսպես մեր զոհերին ոգեկոչելու, այլ նաև վերապրումի, հաղթանակ գրանցելու, ինքնությունը պահպանելու, հայրենիքի հետ կապերը ամրապնդելու եւ ի վերջո հայրենադարձվելու խորհուրդ։ Այսօրով տարբեր կոչեր են հնչում, բայց ես կուզենայի հնչեցնել մի կոչ, որ Հայաստանի Հանրապետությունը հայրենիքը սպասում է սփյուռքյան մեր հայրենակիցներին հայրենադարձվելու Հայաստան եւ այստեղ կառուցելու իրենց նոր կյանքը։ Տեմպերը իհարկե վերջին տարիներին բավական ակտիվ են։ Պետք է նշեմ, որ դեռևս 2008 թվականից Երկքաղաքացիության ինստիտուտն է ներդրվել եւ վերջին մի քանի տարիներին մեր հայրենակիցները ակտիվ կերպով ձեռք են բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կացության կարգավիճակներից որևէ մեկը եւ տեղափոխում են Հայաստանի Հանրապետություն։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը 23 թվականին բացել է հայրենադարձության եւ ինտեգրման կենտրոն, որը օգնում է հայրենակիցների ինտեգրմանը հայրենիքում, տեղափոխությանը, աջակցությանը, լեզվի իմացության հարցում, ունենք անվճար պետական դասընթացներ, ինտեգրման դասընթացներ, իրականացնում ենք տարատեսակ միջոցառումներ, որպեսզի կարողանանք օգտակար լինել վերադարձողներին գույքը, կյանքը, գործը, աշխատանքը, կրթությունը հայրենիքում կազմակերպելու հարցերում։ Ամեն տարի մենք մի քանի հազար հայրենակիցների ենք սպասարկում եւ ավելի հստակ կարող եմ նշել, որ վերջին 3-4 տարիներին 20-ից 25 հազար հայրենակիցներ ընդունում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, մեծ մասը տեղափոխվում են Հայաստանի Հանրապետություն։ Այս պահի դրությամբ մենք ունենք 200 հազարից ավելի երկքաղաքացիներ, որոնք Հայաստանի քաղաքացիությունը ձեռք են բերել իհարկե վերջին 10-15 տարիներին։ Ինձ հետաքրքրում է հիմնականում որ երկրներից են հայրենադարձները ավելի շատ, դուք նման ուսումնասիրություն ունեք թե ոչ, եւ հիմնականում հայրենադարձությունը ձեր տպավորությամբ էմոցիոնալ որոշման արդյունք է, թե ռացիոնալ որոշման հաշվարկների։ Գիտեք, հայրենադարձության եւ ինտեգրման կենտրոնը աշխատում է հայրենակիցների հետ, որոնք շուրջ 40-45 երկրներից են։ Վերջին տարիներին մոտավորապես այս պատկերն է եւ առաջատար երկրների ցանկում այս պահին Ռուսաստանի Դաշնությունից եկած մեր հայրենակիցներն են, ինչպես նաեւ Մերձավոր Արևելքից եկածները՝ Լիբանան, Սիրիա։ Այս տենդենսը նախկինում այլ պատկերն ուներ, պարզ է, որ վերջին աշխարհաքաղաքական զարգացումները նպաստել են հայրենադարձության ուղղությունների փոփոխությանը, բայց պետք է նշեմ, որ խոշոր համայնքները Ռուսաստանի Դաշնությունում են 2.5-ից 3 միլիոն մարդ, Միացյալ Նահանգներում են 1.5 միլիոն մարդ, Ֆրանսիայում են 700-800 հազար մարդ։ Այս համայնքներից էլ եւս տեղի ունենում այդ հայրենադարձությունը եւ մենք հուսով ենք, որ տենդենսը կպահպանվի եւ կզարգանա, պետական ծրագրերն էլ կավելանան։ Ինչպիսի էմոցիոնալ թե գիտակցված բնույթ է կրում հայրենադարձությունը, պետք է նշել, որ բոլոր երևույթները իհարկե կան։ Շատերի համար մոտիվացիան այն է, որ ուզում են հայրենիքում մեծացնել իրենց երեխաներին, մոտիվացիան այն է, որ ուզում են հայրենիքին ինչ-որ բանով օգտակար լինել,
կայացել են դրսում եւ ուզում են ներդրում անել հայրենիքում, կամ իրենց, այսպես ասեմ, տարեց կյանքը, այսպես վերջին տարիները նույնիսկ ծերության հասակում հայրենիքում ապրել եւ հայրենիքի պայմաններից օգտվել։ Պետք է նշեմ, որ անշուշտ ունենք համայնքներ, որոնք հայտնվել են արտակարգ իրավիճակներում, պատերազմական իրավիճակներում եւ այս մոտիվացիան եւս չպետք է դնել կողքի, բայց դա նորմալ երևույթ է եւ աշխարհում շատ երկրներ, ովքեր կիրառում են հայրենադարձության պրակտիկա, նաեւ այսպիսի իրավիճակներում են փորձում օգտակար լինել հայրենակիցներին եւ իրենց պետական դռները բաց պահել նրանց համար։ Մենք անշուշտ ունենք մեծ տենդենս մերձավոր արևելքից, Սիրիա, Լիբանան, ինչպես նշեցի, Ուկրաինայից եւ Ռուսաստանից նույնպես։ Մեր հայրենակիցների քանի տոկոսն է մնում մեր երկրում, իհարկե ես հասկանում եմ, որ տեմպերը զարգանում են եւ հնարավոր չէ կոնկրետ տոկոսներ, թվեր եւ այլի մասին խոսել, բայց ամեն դեպքում մենք ցավալիորեն ունենք մի պրակտիկա, երբ 2012 թվականից եւ դրանից հետո մերձավոր արևելքում տեղի ունեցած զարգացումների հետևանքով մեր շատ հայրենակիցներ տեղափոխվեցին Հայաստան, բայց նրանց մեծ մասին չհաջողվեց պահել մեր երկրում, այսինքն նրանց պոտենցիալը մենք չկարողացանք օգտագործել։ Այսօր իրավիճակը բնականաբար այլ է։ Մենք ինչ ենք անում, որպեսզի այդ մարդկանց պոտենցիալը օգտագործենք մեր պետության զարգացման համար, ինչպես են կարողանում այդ մարդկանց համար այնպիսի միջավայր ստեղծել, որ նրանք պարզապես չմտածեն այլ երկիր տեղափոխվելու, այսինքն տրանզիտ գոտի չդիտարկեն մեր պետությունը։ Ինչ ենք անում այս ուղղությամբ։ Դժվար հարց եք տալիս, բայց գիտեք, հայրենադարձության որոշումը մեկօրյա որոշում չէ։ Նախ եւ առաջ հայրենադարձության որոշումը կայացվում է ավելի վաղ, հետո տեղի ունենում ուսումնասիրություն, աշխատանքի շուկայի, կրթական համակարգի, առողջապահական համակարգի, արդյոք մարդիկ կարող են իրենց կյանքը տեղափոխել հայրենիք, որը նաեւ այլ երկիր է իր օրենքներով եւ կանոններով։ Այնուամենայնիվ, դուք նշեցիք սիրիահայության հայրենադարձման վերադարձի փորձը, սա պետք է նշեմ, որ տեղի ունեցավ շատ արտակարգ պայմաններում եւ Հայաստանի կառավարությունը միջոցներ ձեռնարկեց, օրինակ Բեյրութում, Դամասկոսում եւ Բաղդադում Հայաստանի դեսպանություններին իրավունք տրվեց քաղաքացիության անձնագրեր տրամադրել հայրենակիցներին նրանց ելքը այս վտանգավոր տարածաշրջանից հեշտացնելու նպատակով։ Այնուամենայնիվ կիրառվեցին որոշ ծրագրեր, որոնք ուղղված էին ՓՄԾ-ների զարգացմանը, կրթական, վարորդական իրավունքներում հնարավորություններ տրվեցին տեղական վարորդական վկայականներով մեքենա վարելու, առողջապահական աջակցության ծրագիր ներդրվեց, որը մինչև օրս գործում է։ Օրինակ սիրիահայերը արտահերթության իրավունքով կարող են Հայաստանում ստացիոնար եւ վիրահատական բուժում ստանալ, որը այսպես հայաստանցիների համար հերթագրումով է եւ հետազոտությունների իրականացումը ըստ համակարգում ներառվածության է։ Այսինքն արվեցին բավարար չափով ծրագրեր, բայց եւ այնպես ժամանակակից աշխարհը շատ շարժունակ է եւ երբ օրինակ Հալեպը եւ Քեսաբը ազատագրվեցին, շատերը վերադարձան տներ, որպեսզի հասկանային իրենց գույքի հետ ինչ տեղի ունեցավ։ Միևնույն ժամանակ գիտենք, որ պերմանենտ տարածաշրջանը հայտնվում է բարդ իրավիճակում եւ ի վերջո մեր համայնքները տարածաշրջանում հայրենակիցները պետք է որոշում կայացնեն, որ իրենց կյանքը պետք է վերջնականապես տեղափոխեն Հայաստան։ Բայց հայրենադարձության համար ես նորից նշում եմ, որ կա մի քանի տենդենս։ Նախ եւ առաջ մենք այսօր պետք է դնենք ուրիշ խնդիրներ։ Աշխարհում ունենք 7-ից 10 միլիոն հայ եւ մենք բարբերաբար նաեւ այս հուշահամալիր ուղեկցում ենք հայրենակիցների խմբեր եւ տեսնում ենք, որ շատերն առաջին անգամ են Հայաստանում։ Մեր նպատակներից մեկը պետք է լինի, որ աշխարհում չլինի հայ, ով Հայաստան չի այցելել։ Չպետք է լինի հայ, ով որ հայրենաճանաչության խնդիր ունի։ Միայն սրանից հետո մենք կարող ենք խոսել երկարաժամկետ եւ մշտական հայրենադարձության մասին։ Այլապես երբեմն երկիրը այո դառնում է փրկության օղակ, որը նույնպես կարեւոր է իր հայրենակիցների համար, որոնք գտնվում են բարդ իրավիճակներում։ Այս իմաստով պետք են ավելի մեծ ռեսուրսներ, մեծ ֆինանսներ, հետևողականություն, ինչպես նաեւ այն ըմբռնումը, որ Հայաստանը այն տունն է, որը միշտ սպասում է հայրենակցին, հային եւ որքան էլ աշխատես դրսում, կրթություն ստանաս դրսում, ծնվես դրսում, ապրես դրսում, այնուամենայնիվ հայրենիքի հետ կապի ընդհատումը չպետք է տեղի ունենա։ Այս գիտակցումը, այս խորը գիտակցումը, եթե մենք ներարկենք եւ ունենանք, ապա հայրենադարձությունը կլինի վերջնական որոշում։ Պետության ասես պոզիտիվ պարտականությունների մեջ է ցանկացած լավ երևույթ, որը պետության համար կարևոր է, ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել։
Ես ուզում եմ խոսել նաև այս շերտի մասին, հայրենադարձությունը մենք ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու process սկսել ենք թե ոչ։ Դա կարող է լինել իրավական գործընթաց, օրենք եւ այլն։ Պարբերաբար քննարկվում են հայրենադարձության մասին օրենք եւ այլն։ Այս ուղղությամբ մենք ինչ փուլում ենք։ Ես ուրախ եմ, որ դուք այդ հարցը բարձրացրեցիք։ Տեսեք, անշուշտ հայրենադարձությունը կազմակերպված ունենալու համար անհրաժեշտ են օրենսդրական եւ ենթակառուցվածքային հնարավորություններ։ Այս իմաստով մենք ճանապարհի սկզբին ենք։ Մենք գործարկել ենք հայրենադարձության եւ ինտեգրման կենտրոնը, որը սպասարկում է մի քանի հազար մարդու տարեկան։ Այդ թվում իր ներսում իրականացնում է անվճար լեզվի դասընթացներ, ինտեգրման դասընթացներ, որոնք վերաբերում են երկրում հարկերին, турքերին, իրավական հարցերին, մշակութային ադապտացիայի եւ այլ տիպի խնդիրների։ Իրականացնում ենք պետական մարմինների հետ հայրենադարձների շփումները։ Օրինակ, զինվորական ծառայության հարցը, որը այդքան հուզում է հայրենակիցներին, այդ առնչությամբ Պաշտպանության նախարարության իրավաբանի հետ ենք համագործակցում, որպեսզի հարցերը լուծենք։ Մաքսային ծառայության մարմինների հետ ենք համագործակցում, որպեսզի հայրենակիցը կարողանա գույքը առանց մաքսատուրքի վճարման համապատասխան օրենքով ներկրի Հայաստանի Հանրապետություն։ Կրթության նախարարության հետ, աշխատանքի սոցիալական հարցերի եւ բոլոր նախարարությունների հետ համագործակցում ենք, ներքին գործերի նախարարության հետ, որպեսզի կարողանանք նրանց ընթացակարգերը բարձրացնենք երկրում։ Հայրենադարձության եւ ինտեգրման կենտրոնը դեռևս մեկն է, բայց ավելի կազմակերպված, ավելի ամբողջական, այսպես ծառայություն մատուցելու համար անշուշտ գոնե մի քանի այլ խոշոր քաղաքներում եւս պետք է ունենաս նմանատիպ կենտրոններ, պետք է ունենաս մասնագիտացված թիմ, որը կարողանա աշխատացնել այդ կենտրոնները եւ ծառայությունները եւ համակարգված պետական մյուս մարմինների հետ կարողանա խնդիրները առաջ տանել։ Ինչ վերաբերում է օրենքին, ցավոք օրենքը մինչև հիմա ընդունված չի։ Օրենքի նախագիծը այս պահին վարչապետի աշխատակազմում է։ Մենք օրենքի վերաբերյալ մի քանի քննարկումներ եւ շրջանառություն իրականացրել ենք պետական մարմինների շրջանում եւ անշուշտ սպասում ենք այն հարմար պահին, երբ այդ օրենքը կունենանք։ Օրենքը ինչ կտա։ Օրենքը կտա հնարավորություն լուծելու այսպես կոչված տերմինաբանության հարցը։ Այսօր անգամ մասնագիտական եւ իրավական փաստաթղթերում մենք հայրենադարձ տերմինի, բառի բացատրությունը չունենք։ Իհարկե մենք բոլորս հասկանում ենք ով է հայրենադարձը։ Մենք պետք է հասկանանք նաեւ հայրենադարձի ընտանիքը ով է։ Ընտանիքի անդամն ով է։ Հայրենադարձության գործընթացի մեջ ներառման դեպքում պետության պարտավորությունների ամենալայն շրջանակը որն է կամ հնարավոր խմբերի հետ դասակարգումը որն է, ինչ շրջանակում։ Այսինքն օրենքը թույլ կտա նաև լուծել այն բացերը, որոնք այս պահին կան եւ կարող են օգտակար լինել հետագա գործընթացի համար։ Ընկալումը իհարկե կա, կարևորումը իհարկե կա, բայց մենք գտնում ենք, որ օրենքի արկայությունը, որը կարող է լինել հայրենադարձության մասին օրենք, ներգաղթի մասին օրենք, ինչ անուն էլ որ ունենա, այնուամենայնիվ ոլորտային քաղաքականությունը կդնի նոր հարթության վրա։ Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա, ազգային ժողովում եւս քննարկումներ ունեցել ենք այս մասով եւ մյուս օրենքների հետ հակասությունների վերացումից հետո հույս ունենք, որ դա կընդունվի։ Շատ լավ։ Հայրենադարձ լինող քաղաքացու համար առաջնային նպատակն է, որպեսզի այն երկիր, այն հայրենիք, իր հայրենիքը որտեղ գնում է, լինի անվտանգություն, այսինքն անվտանգությունը կարևոր կոմպոնենտ է։ Հայաստանը խաղաղության գործընթացի մեջ է, 1 տարի է մենք խաղաղության process-ում ենք։ Այս գործընթացը որքանով է ազդում հայրենադարձության տեմպերի վրա։ Ես նկատի ունեմ, մենք նաև հարցազրույցի ընթացքում խոսեցինք այն մասին, որ ցավալիորեն այն տարածաշրջաններում, որտեղ այսօր պայթյունավտանգ է, մեր հայրենակիցները հիմնականում նաև այդ պատճառով գալիս են Հայաստան, որովհետև Հայաստանում խաղաղ է։ Հիմա խաղաղության process-ի ազդեցությունը գործընթացի վրա դուք դինամիկան նկատել եք, հա, փորձել եք հաշվարկել։ Տեսեք, սա պետք է հաշվարկել ավելի երկարաժամկետ հեռանկարով, բայց եւ այնպես դա իհարկե ազդեցություն ունեցող գործոն է եւ նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետությունը իր սոցիալ-տնտեսական զարգացման տեմպերով եւ հնարավորություններով, որ ունի եւ կարող է ունենալ, անշուշտ իր կողմը կքաշի շատ հայրենակիցների։ Մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանում գործունեություն ծավալելը կամ օրինակ ձեռներեցությամբ զբաղվելը կարող է մեկ օրվա հարց լինել որպես կազմակերպություն գրանցման իմաստով։ Սա շատ կարևոր է, որպեսզի մարդիկ հասկանան, որ պետական ապարատի հետ շփումը դառնում է մինիմալ,
գործընթացների արագությունը կարող է լինել շատ ավելի արդյունավետ եւ հնարավորությունները իրենց տեսնելու այս կամ այն ոլորտում կարող են ավելի մեծանալ։ Այս իմաստով Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը եւս մի քանի ծրագրեր է իրականացնում, որոնց մասին կուզեի խոսել։ Անշուշտ ձեզ հայտնի է Իգործ պետական ծրագիրը, որով Սփյուռքի մինչև 50 մասնագետներ տարեկան ներգրավում են պետական համակարգի մարմիններում եւ իրենց բնակության երկրների հաջողված փորձը բերում են մեր երկիր եւ փորձում են նաեւ նկատելի խնդիրներից այսպես ազատվել եւ այդ ուղղությամբ բարելավումներ մտցնել։ Մենք ունենք իհարկե մի քանի այլ ծրագրեր, որոնք վերաբերում են օրինակ դպրոցականներին։ Քայլ դեպի տուն ծրագիրը, որը տարեկան մի քանի 100 դպրոցական երեխաների հրավիրում է Հայաստան, հայրենաճանաչության ծրագիր կազմակերպելով նրանց համար լեզվի 10-10 պատմամշակութային այցեր, ինչը անջնջելի տպավորություն է թողում երեխաների մտքերում եւ հույզերում եւ նպաստում է հայրենադարձությանը։ Մենք ունենք դիասպորա ծրագիր, որով կամավորություն կարող են անել Սփյուռքի մեր մասնագետները մեր կառավարության տարբեր օղակներում։ Ունենք Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագիրը, որը հնարավորություն է տալիս 2 շաբաթյա ժամկետում այցելություն ունենալ Հայաստան եւ ապագայում պատրաստել Սփյուռքի լիդերներ, որոնք ավելի լավ են պատկերացնում Հայաստանի հնարավորությունները եւ Սփյուռքի հետ կապը հայրենիքի աշխուժացնում են։ Մենք իրականացնում ենք տարբեր ծրագրեր, Հայաստան-Սփյուռք համաժողովներ, որոնք հնարավորություն են տալիս հայրենակիցներին այցելել Հայաստան, ստեղծել կապեր իրար մեջ, ներգրավել Հայաստանի օրակարգին եւ խնդիրներին, առաջարկել լուծումներ։ Այս իմաստով ուզում եմ ասել, որ ծրագրեր կան, բայց դրանք անշուշտ կարիք ունեն ավելացվելու, որովհետեւ այս ուղղությամբ դրված միջոցները վերադարձելի են բոլոր իմաստներով։ Ուստի իմ ցանկությունն է, կոչն է, որ մենք կարողանանք ավելի ու ավելի ամրապնդել Հայաստան-Սփյուռք կապերը։ Այսօրը նաեւ Սփյուռքյան տարբեր համայնքներում հիշատակի արարողությունները եւ Սփյուռքի հանձնակատարը գտնվում է Ֆրանսիայում եւ մասնակցում է այդպիսի հիշատակի արարողությունների եւ հուսով ենք, որ ինքնության պահպանումը, հայ ինքնության, հայ դիմագծի պահպանումը կնպաստի, որ Սփյուռքի համայնքները ավելի երկար գոյատևեն եւ ի վերջո նպատակը դրվեն հայրենադարձության։ Պարոն Ալեքսանյան, իմ հաջորդ հարցը հենց դրա մասին էր։ Մենք անդադ խոսում ենք հայրենադարձության, դրա տեմպերի ավելացման, ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու մասին, բայց մյուս կողմից պետք է նաեւ մեր հեռուստադիտողներին ցույց տանք, որ պետության նպատակը Սփյուռքը դատարկելը չէ, որովհետեւ Սփյուռքը ռեսուրս է, որը տասնամյակներ շարունակ պետությունը լավ-վատ օգտագործել է։ Հիմա այդ ռեսուրսը մենք պետք է ճիշտ կարողանանք, այսպես ծառայեցնել մեր նպատակներին։ Այս առումով ինչ կասեք։ Շատ ճիշտ դիտարկում է եւ նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը խնդիր չի դնում ամբողջ Սփյուռքը դատարկել կամ թույլատրել սփյուռքյան կազմակերպությունները, բոլորովին այլ է խնդիրը։ Հարցը նրանումն է, որ պետք է սփյուռքյան համայնքները իրենց բնակության երկրներում ներկայանալու լինեն, Հայաստանի հետ կապը ամրապնդեն, Հայաստանի եւ այդ երկրների միջև կապի ամրապնդմանը հասնեն, ինչպես նաեւ Հայաստանում կարողանան իրականացնել տարատեսակ ծրագրեր։ Այս իմաստով մենք ունենք պատմական բավական խորը փորձառություն, տեղեր կան, որտեղ ունենք նաև ծախողումներ, այս մասին եւս պետք է նշել, բայց կան հաջողված բազմաթիվ օրինակներ եւ նշեմ, որ Հայաստանի օրակարգի մեջ սփյուռքյան համայնքները պետք է իրենց տեսնեն։ Սա ամենակարևոր խնդիրն է, որ Հայաստանը հաշվի առնի իհարկե Սփյուռքի սպասումները, ձգտումները, բայց միևնույն ժամանակ Սփյուռքը պետք է ընդունի, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնուրույն պետություն է, ունի իր քաղաքական եւ այլ շահերն ու նպատակներն ու գիծը եւ կարողանա իրեն տեսնել նաեւ այս գծի մեջ։ Այլապես մենք կհայտնվենք մի այնպիսի իրավիճակում, երբ արևմտյան համայնքները այլ ցկտումներ նպատակներ ունեն, որովհետեւ իրենք այլ քաղաքական համակարգերում եւ օրենսդրական ու մշակութային դաշտերում են, պոստսովետական տարածքի հայկական համայնքները լրիվ այլ ցկտումներ կարող են ունենալ, Հյուսիսային Ամերիկայի համայնքները այլ, Մերձավոր Արևելքի համայնքները այլ։ Ուստի այս իմաստով բոլոր մեր համայնքների աշխարհասփյուռ հայության նպատակները պետք է լինեն Հայաստանի շուրջ, պետք է դրանք այսպես միավորվեն Հայաստանի ներսում, Հայաստանի գետնի վրա։ Սա գերագույն նպատակ է, որին եթե մենք հասնենք, ապա մենք կարող ենք հաջողել շատ ավելի մեծ հարցերում։ Այո, Սփյուռքը բազմաշերտ է, ինչպես նշեցիք, բայց այս տարիների ընթացքում, պարոն Ալեքսանյան, մենք պարբերաբար խոսում ենք այդ խնդրի, այդ կնճռոտ խնդրի մասին, որ որոշակի առումով ամեն դեպքում չհասկացվածություն լինում է։ Ինչն է ձեր տպավորության պատճառը, որ մենք ի վերջո այն օրակարգը, որը ձևակերպել ենք պետականաշինության, պետություն կառուցելու եւ այլն, չենք կարողանում կամ գուցե
Ամբողջությամբ չի ստացվում Սփյուռքյան մեր տարբեր շերտերի ներկայացուցիչներին համախմբել հենց այդ օրակարգի շուրջ։ Որն է հիմնական խնդիրը ձեզ։ Գիտեք, մենք արդեն այդ մասին որոշ չափով խոսեցինք, Սփյուռքը բազմաշերտ է, Սփյուռքը տարբեր պատկերացումներ ունի եւ այսօր Ֆրանսիայի աչքերով եւ Ֆրանսիայի պատկերացումներով Հայաստանի Հանրապետության կարիքները, քաղաքականությունը, դիրքորոշումները բոլորովին կարող են տարբերվել Սիրիահայի, Լիբանանահայի կամ Իրանահայի պատկերացումներից կամ Ռուսաստանի հայության դիրքորոշումներն ու ձգտումները կարող են բոլորովին տարբերվել Միացյալ Նահանգների, Ավստրալիայի հայության ձգտումներից եւ նպատակադրումներից։ Ի վերջո բոլորիս նպատակը ո՞րն է։ Ունենալ Հայաստանի Հանրապետություն, որը զարգացող է, ունենալ Հայաստանի Հանրապետություն, որը առաջընթաց է գրանցում, ունենալ Հայաստանի Հանրապետություն, որը ամուր կանգնած է ոտքերի վրա, կազմում է համաշխարհային հանրության մասը, պաշտպանված է, տեխնոլոգիապես զարգացած է, ունի գիտություն, ունի մշակույթ, ունի ինքնություն։ Եթե բոլորիս նպատակը սա է, իսկ կարծում եմ, որ առանձին հարցնելու դեպքում բոլորի նպատակը դա է, ապա մենք պետք է կարողանանք այս խնդիրը մեկտեղել։ Բոլորը պետք է այսպես իրենց ցանկությունները, ընկալումները, դրսևորումները եւ գործողությունները համադրեն։ Ստացվում է թե ոչ, անշուշտ կան խնդիրներ, մենք դա տեսնում ենք, բայց եւ այնպես ելակետը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության պետական քաղաքական շահը, որը նաեւ կսպասարկի համազգային շահը։ Սա շատ դժվար խնդիր է։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի այսպես բոլոր խնդիրներին տիրապետում է եւ հասու է դրանք լուծելու։ Սա եւս մեկ այլ խնդիր է, որը շատ ակտուալ է։ Բայց եւ այնպես մենք պետք է այսպես փաստաթղթավորենք, գուցե վերածենք ծրագիր նպատակի, որ համայնքում, որ Սփյուռքում, որ մոտեցումներն ու որ նպատակներն են գերիշխում եւ բերենք մեկ հարթության վրա։ Ցանկացած կոլեկտիվում, ցանկացած հանրույթում կարող են լինել տարբեր տեսակետներ, մոտեցումներ խնդրի լուծման ուղղությամբ կամ օրակարգի ձևավորման շուրջ։ Այ եթե մենք կարողանանք այս օրակարգերը ընդհանրացնել, իսկ դրա համար կան Հայաստան-Սփյուռք գագաթնաժողովներ, որի ժամանակ կարող են հնչել տարբեր տեսակետներ եւ անշուշտ որևէ մեկը պարպակված չի իր դիրքորոշումը հայտնելու հարցում, այլ բան է, որ չպետք է երբեք Հայաստանի օրակարգը, հայ ժողովրդի օրակարգը պարփակել անձերով, կառավարություններով կամ այս պահի իրողություններով։ Հայաստանի Հանրապետությունը մեկն է, բոլոր հայության հայրենիքն է եւ բոլորի հույզերը եւ հայացքը պետք է հարված լինի Հայաստանին։ Բոլորը պետք է մտածեն Հայաստանի խնդիրների շուրջ։ Բոլորը պետք է մտածեն ճամփորդելու Հայաստան։ Հենց վաղվանից պետք է պլանավորեն իրենց այդ նպատակը։ Աշխարհում չպիտի լինի հայ, որ Հայաստանի վրա ոտք չի դրել։ Եթե մենք այս նպատակները ունենանք, ապա բոլորի հույզերն ու ձգտումները կկապվեն Հայաստանի հետ։ Մենք երբեմն տեսնում ենք, որ մարդիկ, ովքեր Հայաստանում չեն լինում, հուզական այսպես արտահայտություններ են թույլ տալիս, հուզական մոտեցումներ են արձանագրում, չեն ճանաչում իրողությունները։ Նախ եւ առաջ մենք մեր հայրենիքը ճանաչելու խնդիր ունենք։ Սա պատահական չէ, սա ավելորդ բառեր չեն։ Շատ շատերը չեն ճանաչում հայրենիքը եւ ապրում են այլ միջավայրերում եւ Հայաստանի հետ առերեսվելու հարց ունեն։ Մենք այսօր ապրում ենք բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, ամբողջ աշխարհը պերմանենտ ցնցումների մեջ է եւ հուսով եմ, որ մեր համայնքները չեն տուժի, իսկ համայնքներում առկա խնդիրները, որոնք որ կան, դրանք Հայաստանի Հանրապետության համար հոգացության առարկա են եւ նպատակ են, որպեսզի կարողանանք մեր հայրենակիցներին ցույց տալ, որ Հայաստանը միշտ բաց է իրենց համար, իրենք կարող են ցանկացած պահի վերադառնալ Հայաստան, դիմել կառավարությանը, դիմել հայրենադարձության եւ ինտեգրման կենտրոնին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին իրենց հարցերի լուծումը տեսնելու։ Իհարկե ռեսուրսները անհամեմատ քիչ են, բայց հաջողված փորձ ունեցող երկրները ներգրավում են նույն Սփյուռքյան կառույցներին այս խնդիրների լուծման գործում։ Մենք ունենք գործընկերներ, որոնք մեծ աջակցություն են մեզ ցույց տալիս, բայց նաև բաց ենք բոլորի հետ երկխոսության, կցանկանայինք, որ առաջարկվեին բազմաթիվ ծրագրեր, աջակցության ծրագրեր, եւ սա ավելորդ չէ, որովհետեւ
հոգուտ պետության որևէ միջոցառումը, հոգուտ հայրենիքի որևէ միջոցառումը, հոգուտ հայրենակցի որևէ միջոցառումը միայն ողջունելի է եւ կարելի է այստեղ բազմաթիվ ծրագրեր իրականացնել նաեւ այն պատկերացումների շրջանակում, որոնք որ ունեն տարբեր համայնքները տարբեր կերպ Հայաստանը պետք է դառնա համագործակցության հարթակ։ Շնորհակալ եմ, պարոն Ալեքսանյան, այս կարևոր օրը, այս կարևոր ուղերձները մեր քաղաքացիներին հղելու համար։ Իդեպ այն մարդիկ, ովքեր պատրաստվում են կամ մտածում են հայրենադարձվելու մասին, գուցե լավագույն առիթն է գալ հայրենիք, զարգացնել, շենացնել սեփական փորձով, գիտելիքով եւ այլն։